Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում խոշտանգում են, ինչ է արել այս առումով մեր արտաքին հետախուզությունը հասկանա, ինչ է կատարվում նրա շուրջ։ Եվ առհասարակ մյուս գերիների Շնորհակալություն հարցերի համար։ Հոգեներգործություն է եղել։ Ինչ հոգեներգործության մասին։ Խնդրեմ մի քիչ հեռու կպահեք, հանկարծ չխանգարենք իրար։ Շնորհակալություն հարցի համար։ Ծառայությունը իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել եւ ներկայացնել քաղաքական ղեկավարությանը եւ ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Հաջորդ հարցը բացեք մեզ համար հանրությանը հետաքրքիր քաղաքական իշխանությանը ներկայացրել եք, բայց հանրությունը ձեր կոռեկտը հետախուզության ձեր հարցը հետախուզության ծառայությանը մանրամասնելու վերաբերյալ համարում եմ ոչ կոռեկտ։ Հաջորդ հարցը։ Ինչու՞։ Հաջորդ հարցը։ Ինչու։ Եթե այլ հարցեր չկան, ես մտնել եմ լիստը։ Գրիգորյան։ Ընդհանրապես ծառայությանը նման մանրամասների վերաբերյալ հարցը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ։ Տիկին Գրիգորյան, ձեր զեկույցը կառույցի հրապարակած զեկույցը նախորդ տարվա գործունեության վերաբերյալ նշում էր, որ ադրբեջանական ինչ-որ գործընթացներ չկա, դա դուք ինչու եք կառույցը ինչու էր այդպիսի շեշտադրումներ դրել, հաշվի առնելով, որ մշտապես Ադրբեջանից կան սպառնալիքներ։ Արտաքին հետախուզության ծառայությունը մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ արկա արտաքին ռիսկերը եւ ծառայությանը նաեւ հանրությանը տեղեկացնել հնարավորի եւ թույլատրելի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։ Ինչ վերաբերում է շեշտադրումներին, համաձայն եք, որ նման հարցը առաջին հարցն է, որ հետաքրքրում է հանրությանը։ Հարցակման մտադրությունների հնարավորության եւ այլն եւ այլն։ Եվ մեր խնդիրներն էր հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն եւ մասնագիտական տեսանկյունից գնահատել հարցակման հավանականությունը, ինչը մենք եւ արել ենք։ Հիմա կա հարցակման հավանականություն կա, թե ոչ։ Հարց եմ տալիս։ Հիմա հարցակման վտանգ դուք տեսնում եք, թե ոչ, ինչ տվյալներում։ Հարցը արդյոք հարցակման հավանականությունը այս պայդրությամբ հարցակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետեւում ենք իրավիճակին։ Հաջորդ հարցը։ Տիկին Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է, որ Հայաստանի պետականության վտանգներ են սպառնում եւ ասում են, որ երկրներ կան, որոնք սպառնալիք են։ Դուք կարող եք բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ասել, որ երկրներն են, որ Հայաստանի պետականության անկախության ինքնաշխատության համար վտանգ են պարունակում։ Իմ պատասխանը ձեր հարցին, հարգելի Նարեկ, հնչում է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը։ Դա իմ պատասխանն է, հարգելի լրագրողներ։ Դուք սիրելի լրագրողներ։ Մենք վտանգը մեր երկիրը որտեղից է պետական բյուջեից Հայաստանի հարկատուներից ծնվող կառույցի ղեկավար եք եւ պարտավոր եք հանրության առաջ հաշվետու լինել։ Հիմա ընդ որում հսկայական գումարներ է տրամադրվում ձեր ղեկավարած կառույցին, որի արդյունավետությունը հարգելի լրագրողներ, դուք տվել եք հարց, ես տվել եմ պատասխան։ Պատասխանի ձեր բավարարման աստիճանը այլ խնդիր։ Եթե չկան հարցեր, ես լիստի կչափ որակումներ տալի մեր հարցին։ Տիկին Գրիգորյան, այն պետությունները, որոնք են եղել, որ 44-օրյա պատերազմի նախապատրաստել Հայաստանի դեմ եւ եղել են ՀԱՊԿ անդամներ, կարող եք ասել։ Որպես ծառայության ղեկավար ես պատասխանատու եմ եւ իրավասու եմ խոսել այն ժամանակահատվածի վերաբերյալ, որի ընթացքում ծառայությունը գործել է։ Մեր ուսումնասիրության դուք նայ մի պեք ներողություն եմ խնդրում, թույլ կտաք ես պատասխանեմ։ Նարեկ թույլ չի տալիս։ Դուք պետք է նաեւ որոշակի առումով հարգեք մեր Ես խորը հարգանքով եմ վերաբերում լրագրողների աշխատանքներին, ես գնահատականներ չեմ տալիս, ոչ կոռեկտ եմ համարում այն հարցերը, որոնք ծառայության առանձնահատկությունները կոպտորեն վիրավորում են։ Հիմա ձեր ձեզ դուր կգա դա։ Իմ պատասխանները կարող են ձեզ չբավարարել մանրամասների բացակայությամբ պայմանավորված, ես որակումներ չեմ տալիս։ Այլ հարցեր։
Իմ պաշտոնը ինձ չի փոխել։ Ես ծառայության խնդիրներն եմ կատարում եւ դրանով է պայմանավորված լրագրողների հետ շփման սահմանափակությունը։ Տիկին նշեցիք, որ այդ ժամանակ չի եղել արտաքին հետախուզական ծառայությունը, բայց հետագայում ուսումնասիրություններ կատարվել են իմ նշած հարցի վերաբերյալ թե ոչ։ Ծառայության արժեվ դրված խնդիրները չեն ներառում անցյալում տեղի ունեցած դեպքերի կամ փաստերի ուսումնասիրություն։ Լավ, հիմա ՀԱՊԿ անդամ որևէ պետությունից Հայաստանի անվտանգության ինքնիշխանությանը վտանգներ սպառնում են։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին ես պատասխանեցի այն պատասխանն, ինչ որ քիչ առաջ տվեցի։ Կարծես թե այլ հարցեր Գրիգորյան, ես ունեմ էլի մի հարց, եթե կարելի է։ Վերջին հարց։ Ինչ տվյալներ ունեք այս օրերին Բաքվում պարբերաբար տեղեկություններ է տարածում կրակոցների մասին Հայաստանի սահմաններին հնարավոր ագրեսիայի ուղղակի ես։ Հարձակման հավանականության հետ կապված իմ պատասխանը կրկնեմ, դա հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ազդակների եւ փաստերի համախումբը այս պահին բացակայում։ Շնորհակալություն։